Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ինչպես մի շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանից, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք արդեն երկու շաբաթ է շաբաթվա ընթացքում հանդիպում ենք երկու անգամ պարոն Նահապետյանի հետ, բայց պայմանավորվել ենք ընտրությունից մեկ շաբաթ առաջ ամեն օր եթեր միասին դուրս գալ։ Եվ այսպես, երեք մի քանի արձանագրում արվեց, կուզենայի արագ փոխանցել եւ ներկայացնել, թե այս պահին ինչ է կատարվում Երևանի Արաբկիր շրջանում համայնքում Նիկոլե տեղով շրջվում է եւ ուղակի զարհուրելի տեսարանների բախվեցինք, մենք քիչ հետո այդ ամեն ինչը շատ արագ կներկայացնենք, ուղակի քաղաքացիները մերկացնում են Նիկոլին, Նիկոլը հայհոյախառը վիրավորանքներով հարցակվում է քաղաքացիների վրա։ Այս մարդը իսկապես իրեն կորցրած բան վիճակի մեջ է, այստեղ ես չգիտեմ ուրիշ բան դժվար է ասել, բայց մի քանի արձանագրում անում թե ինչ եղել այս շաբաթվա ընթացքում, հետաքրքիր Իշխան Սաղաթելյանը երեկվա ելույթից առանձնացրել եմ, շատ դիպուկ էր եւ շատ տեղին է։ Նիկոլը ասում է, ինձ ասում է, քվետվեք, որ Արցախի էջը փակեմ, ինձ քվետվեք, որ ցեղասպանությունը ուրանամ, ինձ քվետվեք, որ 300,000 ադրբեջանցիներին բերեմ Հայաստան, ինձ քվետվեք, որ Հայաստանի տարածքները ինքը չի կարող հրաժարվի դրան, արդեն հստակ ասեց, ինձ քվետվեք, որ Հայաստանի տարածքները հանձնեմ Ադրբեջանին, ընդ որում այնպիսի կարևորագույն բաներ, որ միանգամից Արարատ Սյունիք այսպես միանգամից կտրելու է Հայաստանը մի քանի մասից, որ թշնամին ավելի արագությամբ մտնի, մխրճվի մեր երկրի մեջ եւ այդ տարածքները վերցնի։ Շատ ճիշտ բնորոշում էր, որ ըստ էության սա արյունոտ բյուլետին է, որովհետև դրա վրային 5,000 զոհերի, 13,000 հաշմանդամների արյունը եւ ոչ միայն ցեղասպանության ենթարկված արցախցիների եւ մեր գերիների եւ այսպես շարունակ չի կարելի այսպես ասել ու կանգնել, որտեվ սա, ինչպես լուսահոգի Արմեն Գրիգորյանն էր ասում, անվերջ է, քանի դեռ Նիկոլը նստած է, անվերջ է իմաստով, հիմա մենք խոսենք նաեւ այն քաղաքացու մասին, որ իրեն մեղադրեցին դրանում, որ պաստառներ է պոկել, որ եւ բարից, չգիտեմ, հիմա պարոն Նահապետյան ավելի մանրամասն է թեմային կանդրադառնա, այդ անձին սպանեցին օրերս Նիկոլին հանեք, որ մարդ չմեռնի, դուք անընդհատ հիշեք Արմեն Գրիգորյանի այս խոսքերը։ Երեք հարձակվել էր Նիկոլը Լուկաշենկոյի վրա, ասելով, որ ինքը թշնամու հետ չգիտեմ սա արե, նա արե։ Ուրեմն անբարոյականության վերջ, ես չգիտեմ, ուրիշ բառեր կարող էի գրել, ուղղակի փորձում եմ ինձ զսպել, մարդ որ հպարտանցել է նրանով, որ ֆոսֆորային զենք է մատակարարել ադրբեջանցիներին, սա խոսքը Ուկրաինայի նախագահի մասին է, մարդ, երկիր, որ պաստառներով շնորհավորել է մեր թշնամիներին մեր հայրենիքը գրավելու համար եւ այդքան զոհեր եւ այդքան մահերի համար այդպես շնորհավորել է, այդ մարդը գալիս է Հայաստան պատվով, փառքով ընդունվում է խոսքը Զելենսկու մասին է եւ այս ամեն ինչը ուղղակի ես չգիտեմ մի քնեք Սամվել Կարապետյան մի քնեք այդ ձեր ուրախ զվարթ այդ ժողովրդին ասեք որ ամեն խոսքին կատեգորիկ ռադիկալ հստակ արձագանքի լավ եք լսում Սամվել Կարապետյան մի քնեք ես չեմ ասում Գագիկ Ծառուկյան մի քնեք ես չգիտեմ թե 10-15 օրից հետո ինչ է լինելու մեզ հետ ընդհանրապես մի քնեք Նիկոլը ասում է ինչ անելու այսօր խոսելուց ասում է ինչ ասում է ինչ է սպասում, ես չգիտեմ միակ այդ ռադիկալ ուժը այսօր ես տեսնում եմ, որ Հայ-Աղափական Դաշնակցությունն եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը եւ դրա համար ասում եմ Գագիկ Ծառուկյան, եթե ձեզ թվում է, որ տոնածառի խաղալիքների ժամանակը դեռ գալու է, այսպես պայմանական եմ ասում կամ Սամվել Կարապետյան, հələ դեռ ինչ որ բան հասցնելու ժամանակ գալու է, չարաչար սխալվում եք։ Ձեր թիմակիցներին ամեն մի խոսքին, ամեն մի արտահայտությանը, հայտարարությանը ռադիկալ, կտրուկ, կատեգորիկ պատասխան տվեք։ Պետք է էներգետիկա խտացվի, որպեսզի համապատասխան պահին մեր ժողովուրդը կարողանա առնվազն ինքն իրեն պաշտպանել, որտեղ ինչպես տեսնում ենք, այս մարդը մեզ թողել է թշնամու դեմ վստահաբար թողել է եւ շարունակելու է թողնել, եթե Ռուսաստանից էլ վերջնական փորձի փոքել, չնայած Ռուսաստանից արձագանքներ եկան, որ չեն սպասելու, որ Նիկոլը փոխի, իրենք են գրողի ծոց ուղարկելու Լավրովի հայտարարությունը դրա մասին էր խոսում։ Էնպես որ զարթնեք
զարթնեք եւ ձեր ոճը, ձեր աշխատավոճը Գագիկ Ծառուկյան զարթնեք, այդ Սամվել Կարապետյան զարթնեք, վերջացրեք, ես այն մնացած սուտի բուտի չգիտեմ ինչ որ ուժերի մասին չեմ խոսում, այս մարդիկ էդ էլ բան էլ, մի հատ անբարյականության, մի հատ չգիտեմ ինչ է, այսօր ապրել մեռնելու օրեր ենք ապրում, եկել են իրենց կրճոնները ստանալու 1000 ձայն, 2000 ձայն ստանալու, մի հատ կրճոն, մի գումար այստեղից ստանալու, մի գումար այնտեղից ստանալու։ Եվ բանի քարոզի ժամանակ էլի մի հետաքրքիր բան ասեց Ռոբերտ Քոչարյանն, ասեց ես 10 տարի եղել եմ նախագահ, մի քանի ընտրությունների մասնակցել եմ եւ նախորդ եւ այս անգամ այսպիսի բան չի եղել, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանը պիտի նախագահ ընտրվեր, հետո երկրորդ անգամ պիտի ընտրվեր, այսպիսի բան չի եղել, որ որևէ մեկը մոտենասի պատերազմ լինելու է, թե չգիտեք ինչու, որովհետեւ վստահ էին, որ այդտեղ եթե նստած է Ռոբերտ Քոչարյանը կամ մեր նախկին նախագահներից որևէ մեկը եթե նստած է, այդպիսի հարց չէր կարող առաջ գալ։ Դուք հարց չեք տալիս այն մարդիկ, որ չգիտեմ ձեր ուղեղները ինչով է լցված, որ դուք գնում եք Նիկոլետից, դուք հարց չեք տալիս, ինչի է օրակարգ եկել 3 պատերազմ բերած մարդը, ինչի է հրապարակում պահում պատերազմ բառը, որտեղ ինքը վստահ է, որ այս պատերազմը դեռ բերելու է եւ դեռ շարունակվելու է։ Ավելին, ուրեմն համբալ եւ կզած անվանեց իրեն հայկական դաշնակցության ներկայացուցիչներն Ռոբերտ Քոչարյանը այսպես անվանեցին եւ ինչն է հետաքրքիր եւ նաեւ հարբեցող ծաղրացու ուրեմն փոխանակինքը պատասխան միջև արդեն 2-3 տարի անցել որ իրեն հարբեցող ծաղրացու է ասել Ալիևը ոչ մի պատասխան ինչի պատասխան չես տալիս Նիկոլ Մի հատ պատասխանի տեսնենք, այսինքն իրան ճիշտ ասեց Ռոբերտ Քոչարյանը, իրան կզածնողին չի պատասխանում, բայց նրանք որ ասում են իրան կզածրել են, որտեղ բառից բուն իմաստով դա արել են, որովհետև մարդը հստակ հպարտ վստահ, քանի դեռ Նիկոլը կա, ալի ինչի այդպեսի վստահությամբ եւ հպարտությամբ չէր հայտարարում այն բթամիտ անասուններ, որ ասում եք նախկինների ժամանակ չգիտեմ ինչ էր, ման չի նախկինների ժամանակ չէր ասում 300,000 ադրբեջանցի են բերելու այստեղ, ման չի նախկինների ժամանակ ինքը չէր ասում, որ պատերազմ եմ անելու, ման չի նախկինների ժամանակ Ալիևը ռիսկ չէր անում, ասել անկլավներ ունեմ, ման չի նախկիների ժամանակ գերիներ չկա, ման չի նախկիների ժամանակ չէր ասում, որ հələ ես գալու եմ այդտեղ բանը, ավտոներով եմ գալու մտնել Հայաստան վերցնել Չեք մտածել, ինչի չէր ասում, չեք ուզում մտածել, որտեղ ձեր չկայացած կյանքի համար կամ այն գրոշները, որ դուք վաստակում եք, ձեր ինչ որ գումար, ինչ որ մարդիկ ինչ որ փողեր են աշխատում, դուք դրա համար պատրաստ եք ձեր ապագան էլ, ձեր երեխաների ապագան էլ, հայրենիքն էլ, ամեն ինչ պատրաստ եք կործանել, որտեղ դուք աբիժնիկներ եք, որտեղ ձեզնուց ինչ որ բան չի ստացվել, որտեղ մեկը դավաճանված է եղել, մեկը գցված է եղել, մեկը դեբիլ է եղել, չի սովորել, իր կյանքը չի կայացել, մեկը թախտին նստած սպասելա, որ իրան պիտի ինչ-որ գումարներ բերեն, և հիմա դուք ձեր այս պահվածքով պատրաստում եք վերջնական և ամբողջական Հայաստանը կործանել և կործանման հասցնել, և այսպես, ուրեմն այսօր, ինչպես որ խոսքը սկսեցի, Սուրեն Պապիկյանն էլ կանդրադառնանք ընթացքում, ինչպես խոսքը սկսեցի, Արաբ Կիրով է շրջվում, գիտեք, որ Արաբ Կիրում ինքը միշտ պարտվել է, ըստ էության ինքը իրականում Նիկոլը գիտի, որ ամսի 8-ին պարտված է, և ամենտեղ ինքը պարտված է, բայց ինքը գնում է մարդիկ, գիտեք, ինքը այնպիսի վախի մթնոլորտ է տարածել, տեսեք, ով որ գալիս է իրեն քննադատական ինչ-որ խոսքի ասում, ինչ է ասում առաջինը, Վարոն Ապետյանը, ով ես դու, որտեղից ես դու, որտեղ ես աշխատում, որտեղ հետևից բանդային ուղարկելու է կամ ջարդելու են այս մարդուն, կամ սպանելու են այս մարդուն, կամ ձեռնարկալելու են այս մարդուն, ինչպես այս օրերին մենք ասինքն մարդը երբ որ իր տվյալները ասում է Դիմացինը հարցնում է, մարդը մտածում է, այս հարցեց, որ ինձ պատժի, չէ, ինքը միանգամից կարող է անկրկի հետ քայլան, դրա համար է հարցնում, առաջին հերթին, բայց մենք այս օրերին տեսել ենք ինքը ինչ է արել բոլոր նրանց հետ, որովհետև այսօր էլ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ այն մարդիկ, որ այսինքն պատերազմի ուժը, ԿՊ-ն, քառագլուխ պատերազմի ուժը մտնում է, ասենք լոռի, մարդիկ ասում են՝ մի եկեք այստեղ Մի եկեք, որտեղ հասկանում են այնտեղով որտեղ որ անցնում է Նիկոլ այնտեղ պատերազմ է, որտեղ գալիս է ԿՊ-ն այդ պատերազմ է։ Շատ լավ ասում են մի եկեք, ուրեմն նրանք ովքեր որ վանկարկում են իրենց տեխնացուի Սամվել Կարապետյանի անունը, ուրեմն այս մարդկանց ինքը տանում եւ ձերբակալում է, բայց գիտեք, մի պահ գալու է, իսկ դրա համար մի քննեք Ծառուկյան, ոչ էլ Սամվել Կարապետյան։ Մի հատ ձեզ թափ տվեք ու սկսեք բոլորովին այլ ոճով, այլ կերպով աշխատել։ Մի օր գալու է, չէ՞ այդ պահը։ Մի օր ի վերջո այս պորտկում
նստումը պիտի որ տեղի ունենա, չէ, բան չէ, գար չէ, ոչխար չէ, ժողովուրդը որ նստի 300,000 ադրբեջանցի գա, այստեղ մորթեն բոլորին, հո չգիտեք դա ի վերջո մի ամսից է թե 2 ամսից է տեղի ունենալու, չէ, այնպես որ ես հույս ունեմ օր առաջ այս արթնացումը պիտի լինի։ Հիմա մենք ներկայացնում ենք, թե ոնց է քաղաքացին կանգնած Նիկոլի առջև, մերկացնում թե ինչ է արել Նիկոլը եւ ինչ ժուլիկության եւ շանտաժի է ենթարկում Նիկոլը եւ նորից եմ կրկնում նրան, ով որ իրեն կզացրել է, խոսքը Ալիևի մասին է, ուրեմն չի համարձակվում։ Ինքը խոսում է Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից, Սամվել Կարապետյանից, չգիտեմ, այսինքն եւ մի ուրիշ բաներ է ասել պարոն Նահապետյան, ես ձեր ուշադրությունը, որ ասում է ես պիտի գամ, ես պետք է սրանց ինչ անեմ, ոչ մեկը այստեղ Ծառուկյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին։ Ուրեմն այն ինչ է անում, այսինքն ինքը քանի որ պատերազմի ուժ է եւ թշնամի է, ինքը ասում է որ ում է ասում պիտի փախչեր, այսինքն ամենահզոր մեծ բարերարին, չէ՞, Սամվել Կարապետյանին, ամենաուժեղ նախագահին, ամենահաղթած նախագահին, երկիրը զարգացրած, ծաղկացրած նախագահին, ամենամեծ ներդրում եւ բարերարություն արած Գագիկ Ծառուկյանին, այսինքն հայ ժողովուրդ քո տղերքին է, քո իրական տղերքին, ինքը սպառնում է, որ դուք այստեղից չեք կարողանալ փախչել, երբ չեն կարողանալ, որ ինքը թուրքերին բերի, չէ՞։ Այդ ժամանակ որ թուրքերին բերի, չէ, թուրքերին բերի կամ ուղարկի Բաքու, մենակ իր դուխը, իր շունչը, իր ասելիք ամեն ինչը միայն մի պարագայում է ինքը տենց ոգևորվում ասում։ Երբ որ գիտի թիկունքում Ալիևն ու Էրդողանն են, որտեվ ուրիշ պարագայ, միկը հասկանում է չի կարող դա լինել։ Կանգնած են նրան իմիջիալոց ես ինչ որ բան է։ Հա, հիմա տեսեք, մի զույգ Բոթասի վրա եմ թողելու, ուրեմն դու կոշիկ չես ունեցել, Նիկոլ, դու դրա համար ես Անվերջ Բոթասից խոսում, ում մասին ես խոսում, ուրեմն եթե դու խոսում ես Սամվել Կարապետյանի մասին, Սամվել Կարապետյանը եղել է դպրոցի տնօրենի տղա, պարոն Նահապետյան, դպրոցի մայրը մանկավար, հայրը դպրոցի տնօրեն, ինչ եք կարծում, դպրոցի տնօրենը սոված ծառավան կոշիկ է եղել, այդպիսի բան հնարավոր է, բացարձակ գերազանց սովորող Սամվել Կարապետյանի մասին ես ասում, ուրեմն դու խոսում ես Գագիկ Ծառուկյանի մասին, Գագիկ Ծառուկյանի հայրը եւ մայրը Այն ծնված օրից արարող են եղել եւ հողից բարիք են ստեղծել։ Դու ո՞նց ես պատկերացնում որ Գագիկ Ծառուկյանը ինչ որ մի հատ Բոթասի հույսն է։ Դու քո մասին ես խոսում։ Էլ չեմ ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ռոբերտ Քոչարյանը եղել է քահանայի թոր, Գործկոմի գիտնական, Գործկոմի նախագահի տղայի եւ մանկավարժի տղա։ Դու ո՞նց ես պատկերացնում Գործկոմի նախագահի տղան քահանայի թորը Բոթաս չունենար։ Այդ աջա դու քո մասին ես խոսում։ Նիկոլ, դու քո կոշիկի Բոթասի մասին ես խոսում, որ հիմա այդ կոշիկներն ու Բոթասները դարձել են բան է, այդ անկոշիկ, իրանք անկոշիկ, ան ներքնաշոր, ան Բոթաս, իրանք ամեն ինչ անանանանանա եղել, չէ եղել։ Հիմա եկել եք ու միլիարդների տերեր եք դարձ, իմիջիալոց իմեջում դրել են Մարիա մեր դղյակները, որ ցույց են տալի։ Ընթացքում նաև դա էլ ցույց կտաս, իմեջում Facebook-ի դրած է, ընթացքում դա էլ քաշի, որ դա էլ մենք ցույց տանք, որ հիմա եկել եք դու ում ես ասում։ Դպրոցի տնօրենի տղային, քահանայի թորը, Գործկոմի նախագահի տղային, ոնց կա սովետի ժամանակ դրանք բարեկեցիկ նորմալ ապրող մարդիկ են եղել։ Դու ես չտես եղել։ Դու քո գոլեգաներն ասում են, որ դու ես բանով անգամ սենց չարությամբ լծված քո ծնողներից մեկի նկատմամբ, որ ինչի է այդպես եղել, ընդ որում այն պարագայում, որ այդ փուլում երկիրը պատերազմի մեջ էր, այո, կարող են ցանկացած մարդիկ ըմբռնումով մոտենա, եթե անգամ դու չես ունեցել, կարելի ըմբռնումով մոտենա, բայց դու չունես դա, դու մարդկային որևէ հատկանիշ, որևէ բան քո մեջ չկա։ Հիմա ասում ես, «Էս կանեմ, կնստացնեմ, համբալ կսարքեմ», համբալ քեզ են ասել, Նիկոլ։ Համբալ ուզես չուզես քեզ են ասել, համբալ քեզ են ասել, հարբեցող ծաղրածու Ալիևը քեզ է ասել, էլ ինչ ասել, կզածել բոլորն են ասել, որ դու կզածես Ալիևի առաջ, բան ունես ասելու, ազգովի ծապ տանք, ասա Էրդողան կզածը դու ես, Ալիև կզածը դու ես, համբալ Ալիև դու ես, որ դու ասում ես գալիս եմ սահմանադրությունը փոխեմ, որ գալիս եմ այստեղ 300,000 ադրբեջանցի բերեմ, մի հատ է քո տարածքներից վերցնեմ, գերիներին էլ չհանձնեմ, 1 միլիոն հայություն է որ Ադրբեջանում ա եղել գնացել է, համբալը դու ես, ասա համբալ, այդ 1 միլիոն հայությանը ես եմ բերելու Բաքու, Կիրովաբադ, Արցախ, դե կանգնի ասա, քաշ ունես Նիկոլ, չէ, քանի չունես ուրեմն ժողովուրդը ստիպված քեզ ասելու է համբալ, կզած, էդի բան չի է, հիմա դու չես կարողանալու է, ասենք ամբողջ աշխարհի բերանը փակել, չես կարող, դու 3 միլիոն հայության բերանը ոնց ես փակելու, մարդիկ տեսնում են, չէ, քեզ ասում է հարբեցող ծաղրածու, պատասխան չես տալիս, հիմա տեսնենք թե ինչ կատարվեց, այս կինը ինչ է ասում եւ ինքը ինչ պատասխան է տալիս, ինչի մասին է խոսում, խնդրեմ։
Ինչը որ պետք է ասեմ, բազմիցս դուք լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Այդ արագ դիրներ է Ջումարյան։ Հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Մի րոպե, դուք ինձ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ, դուք գիտեք քանի դարձեց բարձրաստիճան սպա, բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք, 197 անհետ կորած, քանի բարձրաստիճան, ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք, բռնի անհետացած, ընդհանուր անհետացածների թիվը բարձրաստիճան սպա եմ ասում, ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի, որ անհետ բռնի անհետացած ում ձեզ կոտորել Ասմա ներկայացեք, լսում եք, չէ, պարոն Նահապետյան։ Ներկայացեք, որ հասցեն իմանա հետևից գնա կամ ձերբակալեն կամ սպանեն։ մի բարոյցության ապահովագրություն Իրան ասում են Ալիևը քեզ կզացրել, ասում ότι մենք կզացնելու ենք, ում ասում, Ալիևին ասում, պարոն Նահապետյան, հա, ոնց որ չէ։ Հետո ասում է, չէ, Ալիևին, բնականաբար չէ, հետո մենք լսեցինք, չէ, Հանրապետության թուրքերին կզցրած նախագահներին ասում կզցնելու ինչ լավ ասեցի։ Եվ ում միջոցով, թուրքերի միջոցով, այսինքն ինքը չի կզացնողը, ասવા թուրքերին բերեմ, թուրքերը ձեզ կզացնեն, ոնց որ հիմա մի քանի նախագահ Բաքվում նստած են, ասવા թուրքերով էլ ձեզ եմ կզացնելու։ Թուրքերին կզացնում, ներողություն եմ խնդրում, ես բառը մտել, այս մարդ ինչ բառ ասես, սրանք ինչ ասես, մցրեցին մեր բառապաշար, այո, ճիշտ ասում է, շատ ճիշտ ասեցի, խնդրեմ պարոն Նահապետյան։ Մի քիչ լսենք թե լավ արդեն parza ինքը հակառակն է էլի ասում ուղղակի ես գիտեմ որ ձեր նյարդերն էլ բոլորը հորդորում եմ ճիշտ է շատ տհաճ խոսակցություն է լսեք բոլորը հորդորում եմ բոլորը լսել ինչու որտեվ Նիկոլը երբ որ մարդը զայրացած է լինում իսկ ինքը զայրանում է ինքը այդ պահին ասում է չի մտածում եւ իր ամբողջ հետ ընտրական գործընթացը, որտեղ ինքը պետք է նորից կարգվի վարչապետ, թե ինչերը անելու։ Եվ հանրապետության նախագահների անուններն է տալիս, թե ինչ պետք է անի, ոնց կզացնի, մյուսների անուններն է տալիս, փախածների անուններն է, բոլորին ինքը կզացնելու է եւ շատ վիրավորական բառերով, ինչ որ համապատասխան տեղը մտցնելով եւ այլն։ Այսինքն ինքը իրականում այդ պայն հորդեց իր մոտ այն, ինչ մյուսների հետ հանդիպումներում միշտ թաքցնում էր, վարագույր էր դնում։ Այստեղ ինքը ասեց, որ ինքը իրականում թուրքերին են բանը չոքացնողներին, թուրքերին ուրեմն ասեմ, հանրապետության ոչ մի նախագահի թուրքերին չոքացնողներից հասկանում եք։ Այդ Ալիևի ցանկությունն է, Ալիևը դեռ ձեռքերը չի ասում։ Չէ, մի վարքան, դե Ալիևի առաջին հերթին Ալիևն է որից է մեկը հանրապետության որից է նախագահի կապ չունի դա պատերազմ հաղթած Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախը շենացրած եւ բանակ ստեղծած հանրապետության երկրորդ երրորդ նախագահների Արցախի բոլոր նախագահների թուրքերը ոչինչ չեն կարողացել հանել որտեղ պարտվել են
Հիմա նայեք։ Որտեւ կզած իրանք են եղել 35 տարի նախկին իշխանությունները կզած պահել են այդ իր սիրելի Ալիևին ու Էրդողանին։ Հիմա դրա համար ինքը իր արյունակից հարազատների համար վրեժա լուծում, ասում է ձեզ կանեմ, բայց թուրքի ձեռքով կանեմ։ Էս է իր սպառնալիքը։ Մենք հասկանանք այս մարդը ինչա անելու։ Այսինքն, այն որ ասում է բոլորից սիրում եմ, ես ձեզանից մեկն եմ, 3 միլիոն վարչապետ, դուք նայեցիք ինչ ատելություն է գեներացված մեջը։ Լավ այդ կինը ուներ սեփական կարծիք, ընդունենք։ Ամենայն հավանականությամբ եղբայր էր կորցրել եւ ցավ ունի։ Հանգիստ, նորմալ, սիրով մի համաձայնվի այդ կնոջ գնահատականների հետ։ Բայց քո մեջ ներքին ատելությունը եւ թշնամանքը մեր նկատմամբ դու բացահայտեցիր։ Երկրի նախագահների նկատմամբ բացահայտեցիր։ Եվ հետևաբար ես ուզում եմ, որ այսօր ընդդիմության են առաջնորդները, ովքեր կրում են մեծ պատասխանատվություն, իրենք հասկանան, թե ում հետ գործ ունեն։ Դա համար Զարթն Իսավել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Զարթնեք վերջ։ Իդեպ տեսանյութը բական ուսուցողական է շատերի համար։ Եվ հասկանան ինչ անելու է մարդը արդեն պատրաստ է եւ դա անելու է թուրքերի ձեռքով։ Իդեպ ասեմ ձեզ, այն որ Ալիևը ՄԱԿ-ի ասամբլեայի 80-րդ նստաշրջանում 2025-ի սեպտեմբերին խոսում է 4000 անհետ կորած ադրբեջանցիների, որոնք մահացած են ամենայն հավանականությամբ 88-91 թվականներին։ Եվ պատասխանատվության կանչել, քննություն սկսել բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք այդ գործը արել են։ Դուք հասկանում եք, քանի ես ձևական չեմ անում, պարբերաբար ասում եմ, մի քանի տասնյակ հազար հայ այդ քրեական գործերով անցնելու է։ Կապ չունի, իրոք այդ գործը հետ կապ ունի, այդ 4000-ը կա, չկա։ Իրենք ասելու են չկա, քննություն են տանելու մի անձի հետ կապված մի 30 ազգանուն են կպցնելու, մյուս անձի հետ կապված մի 20 ազգանուն են կպցնելու, եւ նույնիսկ ասեմ հիմնականում ինչ ազգանուն են կպցնելու։ Դրանք պետական եւ գերատեսչական մեդալներով պարգևատրած հայորդիներն են։ Ցուցակը իրանց համար Ալիևի համար խնդրահարույցը մեր ժողովրդի որ տեսակն է, ովքեր որ պատերազմ են անցել, ովքեր ծառայել են եւ այլն։ Եվ հիմա փաստացի Փաշինյանը ասում է, որ ինքը վրեժխնդիր է լինելու այդ տեսակից։ Ոչ, ինքը վրեժխնդիր է լինելու հայ ժողովրդից։ Եթե որևէ մեկին թվում է, որ Նիկոլը, Ալիևը, Էրդողանը պիտի վրեժխնդիր լինեն նախագահներից, զինվորականներից, սպաներից, պատերազմին մասնակցած մարդկանցից, չարաչար սխալվում են։ Ինչու՞։ Տեսեք ինչ արեցին Արցախում։ Արցախահայությանն էլ թվում էր, թե կգան ինչ-որ մարդկանցից վրեժ կլուծեն, իրանք էլ հանգիստ այնտեղ կապրեն։ Դուք տեսաք ինչ արեցին ադրբեջանցիները։ Իրանք վրեժ լուծեցին ծայրիսեր բոլոր հայերից։ Նույն բանը իրանք անելու են Հայաստանում, եթե որևէ մի հայ խանութ պանի, բուֆետի չգիտեմ ինչի, հավաքարարի, գիտնականի թվում է, որ գալու է, այս վրեժը լուծելու է, կզացնելու է, ինչպես ասում է Նիկոլը, չգիտեմ ինչ որ զինվորականների եւ նախագահների, ուրեմն բոլորի հետ է այդ անելու։ Եթե դա չեք, ձեր ուղեղին չի հասնում։ Տեսեք ինչ արեցին իրենք Արցախում։ Անժելա, ուրեմն ես ասում եմ Առաջինը պետք է գլխատեն դիմադրության եւ վերացնեն դիմադրության օջախը։ Մի վարքյան։ Դիմադրության օջախը պոտենցիալ են մարդիկ են, ովքեր կռվել են, ովքեր զենք են բռնել, ովքեր Թուրքի առաջ ծնկի չեն եկել, ովքեր ընկերներ են կորցրել, հարազատներ են կորցրել։ Ադրբեջանին պետք է գլխատել առաջին հերթին այս ազգի այդ ворս տեսակը, որից հետո մնացած ժողովուրդը իր համար ծառայա, ով չծառայեց գլխատելու է, ով ծառայեց հետո է գլխատելու, ծառայեց հետո։ Ինչու ծառա չպահեցին Արցախում։ Ծառա չեն պահելու։ Վռնդելու են այստեղից, ինչ ծառա պետք չի, իրենց հայ ծառա պետք չի, որտեղ իրենք մտածում են մի օր կարող է մի հատ ինչ-որ գերտերություն ուժ տա եւ նորից ոտքի կանգնեն, ուրեմն ինչ պիտի անեն, հայ չպիտի լինի այստեղ։ Ոնց որ Արցախում, այնպես որ որևէ ինչ-որ մի հայ չթվա, որ ինքը ասելու է ես գիտնական եմ, թուրքերեն գիտեմ, եկեք ձեզ դասավանդեմ, չեն հանդուրժելու, կամ ես բժիշկ եմ, եկեք ձեր ոտքը բուժեմ, չեն հանդուրժելու այստեղ, հայ չեն հանդուրժելու, եթե չեք հավատում, գնացեք պտտեք Բաքվով, Կիրովաբադով, Արցախով, իսկ եթե մի քիչ ժամանակ ունենա, գնացեք ողջ արևելյան եւ արևմտյան Հայաստանով պտտեք, տեսնեմ հայ կգտնեք այդտեղ, ինչա ձեզ թվում, որ հիմա պիտի այստեղ հայ հանդուրժեն։ Դե ուրեմն եթե այդ վատթարագույն սցենարն է, ուրեմն
Այստեղ միայն Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան խնդիրը չի։ Այստեղ մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է։ Այն որ մենք ասում ենք ես ուզում եմ այդ ուժը նաև ժողովրդով բանակով է։ Եթե հրամանատարը կա, բանակ չկա, այդ հրամանատարը առանց բանակ ոչինչ չի անում։ Եվ հետեւաբար ես նորից եմ ասում, փաստորեն բացարձակ առումով իմ այդ գնահատականը, որ հունիսի 7-ը դա է 1918 թվականի մայիսի 28-ը Սարդարապետը, այսինքն մենք այստեղ ֆիզիկապես լինելու ենք, թե չենք լինելու։ Այն ինչ որ այս անձը հիմա ասեց, սա իդեպ ասենք ինքը այստեղ սխալվեց, էլի։ Ներքին իր ամբողջ այդ մտածումները, գործողությունները, մաղձը ինքը չկարողացավ տիրապետել։ Իդեպ ասեմ, ինքը սովորաբար իդեպ ասեմ շատ-շատերի համար ինքը իրավիճակին միշտ տիրապետում է եւ կարողանում է իր զգացմունքները բան պահի։ Հիմա այստեղ ես չգիտեմ ինչն էր պատճառը, ընդ որում այլ տեղերում հարցեր եւս եղել են, բայց ինքը մեկ էլ սենց չտիրապետեց, ես կարծում եմ բանում մետրոյի մեջ Արցախցի այդ կնոջ եւ զավակի հետ խոսալով։ Ես ենթադրում եմ, որ ես չեմ բացառում ձեր բարբարով այս մարդը ատում է։ Ուրեմն ես չեմ բացառում, որ այս տիկինը արմատներով Արցախից լինի, կարող է Հայաստանում ապրած, բայց արմատներով Արցախ։ Եթե տենց է, ես Արցախցի չեմ, ես էլ եմ Արցախցի։ Հիմա նայեք։ Այ քեզ։ Ուրեմն իր մոտ, այդ ճիշտ նկատեցիք, իր մոտ Արցախում ապրողների կապ չունի, այնտեղ ապրել ես, թե այնտեղից դուրս ես եկել դու։ Կա ատելության երբ որ իմ հայրենիքը վտանգվում էր դուք արցախցի եք իհարկե եւ հաճախ ինձ Արցախի ընկերները ասում են դու ավելի արցախցի ես քան մենք որովհետեւ ես ասում եմ իմ ժողովրդի արմատների խորությունը երկու տարածքում ապրող մեր հայերով է մեկը Արցախն է մեկը Սյունիքն է մյուսներս գաղթականի փախստականների կորածների, գտնվածների ծորներ են եւ շավիղներ են։ Արմատապես տեղի բնիկ մնացել է երկու տարածք։ Արցախը Սյունիք ուշադրություն դարձեք։ Հիմա Արցախը կտրեցին, հիմա վերջինն են կտրում, Սյունիքն են վտանգում։ Այսինքն սա մինակ Փաշտյան Նիկոլինը չի, ինքը գործիք է։ Հետեւաբար իր մոտ արցախցիների հանդեպ այդ հիշում եք 2008-ին ես իդեպ այդ խոսքերը որ ասեց այդ ժամանակ ես հրապարակում եմ եղել Այնտեղ Շամյանի հրապարակում, չէ, Միասնիկյանի հրապարակում ինքը խոսում էր 2008 մարտի 1։ Ասում էր, տեսեք, մեզ միացել են ազատամարտիկներ եւ այլն, մենք տղերքով մի քանի հոգով կանգնած էինք եւ ասեց սիրտս ոնց է փառավորվում եւ այդ արցախցի շների վերաբերյալ հիշում եք, որ վահաններ էին վերցել ոստիկաններից եւ արցախցիների հանդեպ կա Ես չգիտեմ Թուրքիա այդքան ատել է թե չէ։ Ես օրինակ դժվարանում եմ ասել։ Թուրքիա ատելությունը պայտակ ա եղել, եթե ընդվզել ես, սրիակ հաշեի լոկալ, մնացած ասել է ինձ ծառայեք, իդեպ ասեմ, նույնը Ադրբեջանն ա եղել։ Մի ընդվզի կամ որ պահին որ պետք է։ Արագ պետք է արեք։ Տելեգրամներ։ Հիմա իր մոտ փաստորեն ատելության հսկական ֆոն կա։ Ես ենթադրում եմ, որ իրան կողքից հուշեցին, որ սա արցախցի է այդ կինը։ Դա համար ինքը սկսեց փախել եք, ընդեղից եկել եք, ուշադրություն դարձրել եք։ Մենք արցախցի չենք, նույն բանը ասում ենք։ Ինքը չէ, հիմա ինքը բան ունի ասելու, բոլորիս, այսօր Հայաստանում ցանկացած հայ, ով Արցախը իր հայրենիքն է համարում եւ որը իրողություն է, արցախցի է։ Ոնց որ արցախցին այսօր ես իմ հայրենիքը, երբ որ օտարը գրավում է, օկուպացնում է, դրանից իմ հայրենիքը չի լինում որ այլևս հայրենիք չի։ Արամեծյան Հայաստանի, այո, ես այնտեղից եկածի շավիղ եմ։ Իմ հայրենիքը դրանից, երբ որ ես այստեղ եմ ապրում, չի շանք որ այդ մասը որտեղից եկել են իմ հայրենիքը չի։ Արցախից եկածը կամ մենք իհարկե Արցախը հայրենիք է, որից է տարբերություն չկա։ Սա էր որ պետությունը հայրենիքի հետ էր շփոթում, ասում էր պետությունը դա հայրենիք, չգիտեմ, պետությունը, չգիտեմ, ինքնություն։ Ասում ամբողջ հայրենիքը տվել ես, ասում ապահովագրական, չգիտեմ, ինչ ծրագիր եմ արել։ Այդ տղա, միջև հիմա ուր գնում ես Քոչարյանի կառուցածն է։ Ուր պատտում ես Քոչարյանի կառուցածն է։ Ինչի մասին ես խոսում։ Հա? Մարդիկ չգիտեին թոշակ ինչա, աշխատավարձ ինչա, արածա։ Ուր պատտում էինք Արցախու այդ տարածքներով Սամվել Կարապետյանի բարեգործության շնորհիվ է։ Ինչի մասին ես դու խոսում։
Ես չգիտեմ, պետք է զարթնեն ու արթնանան ու վերջացնեն այդ եկել ենք բարև ձեզ, ոնց եք, լավ եք, ուժեղ եք, վերջացրեք արդեն։ Վերջացրեք, դες ռադիկալ էս ամեն ինչ լինես ժողովրդին արթնացնեք։ Ուրեմն ռադիկալիզմը ինքը իր մեջ պետք է բնութագրի, ես օրինակ ինչ եմ ասում, այդ սկզբի վերնագիրը որ դրել էիք, ես կարծում եմ այսպես։ Մի քանի կետի շուրջ, ովքեր իսկապես ընտրությունների ժամանակ ներդրված չեն ընդդիմադիր դաշտում, խոսքս այդ երեք ուժերի մասին է, հանում եմ մնացածները, ասենք 15-16 ուժ, 19, հա, 19-ից 3-ը հանում եմ, 16-ա, ԿՊ-ն հանում եմ 15-ա։ Հիմա այդ 15-ից քանիսն են իշխանությունների կողմից պատրաստված ներդրված երևացող չերևացող ձայն փոշիացնելու համար, դրա մասին չի խոսքս։ Ես օրինակ ասում եմ, որ այսօր 3 ընդդիմադիր ուժերը իրենք պիտի ճակատ ստեղծեն եւ էական չի, ով է վարչապետը, ով շատ հավաքում է։ Ճակատ ստեղծեն մի շարք եւ ժողովրդին գեներացնեն հենց այդ ճակատի շուրջ։ Ճակատը պիտի ունենա իմ գրածով ես կարծում եմ 6 կետ, կարող է հետո 7-8 լինի կամ պակասի։ Ուրեմն որ նույնական գնահատական պիտի տրվի եւ իրենք կողմ լինեն, ինչին, առաջին, հավատարմություն, Ղարաբաղյան շարժմանը։ Այսինքն մենք բոլորս այդ շարժումից ենք, չէ՞ եկել։ Հաջորդը Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի պաշտպանությանը։ Բոլորը, ով որ այսօր ընդդիմադիր է։ Նոր սահմանադրության առանց անկախության հռչակագրի դեմ կեցվածքը։ 3-րդ կետ, 4-րդ կետ ցեղասպանության ճանաչման հատուցման գործընթացի շարունակականության ապահովմանը։ 5-րդ կետ տարածաշրջանային խնդիրների հակամարտությունների լուծումը 3 գումար 3 ձևաչափով երկրների մասնակցությամբ, այսինքն որ Արևմուտք, Եվրոպա, Ամերիկա ստեղ չլինի։ 6-րդ կետ սահմանադրությամբ ամրագրված պետության եւ եկեղեցու անջատ լինելու իրողության գործնականում ապահովմանը։ Ես կոնկրետ 6 կետ եմ ասում։ Վերջին հաշվով, հիմա նայեք, կա 3 հիմնական ընդդիմադիր ուժ։ Ժողովուրդը բաժանված է 3-ի միջև, համաձայն եք, ամեն մեկը իր նախասիրություններով, իր մոտեցումներով։ Ես առաջարկում եմ, որ այդ ժողովուրդը, որ ամենաանդիմադիրն է, 3-ի շուրջ, կարող է այդ 16-ից 15-ից եւս լինեն մաքուր ընդդիմադիր, կարող է։ Եվ նրանց շուրջ հավաքված համախոհները մի դրոշի ներքո լինեն։ Այն ինչ որ ես ասեցի, իրականում էսի Հայաստանի մասին է, սա մի քաղաքական ուժի մասին չի։ Բայց որքան ես ծրագրեր նայել եմ, այդ գոնե առնվազն այդ 3 քաղաքական ուժերի կեցվածքը էս առնով նույնական է։ Պարոն Ահապետյան, հենց սկսեն ծրագրերից խոսել, ամեն ինչ կցվրվի, չգիտեմ ինչ կդառնա։ Մի բանաձևում պիտի լինի, մաքսիմում 2 բանաձևում։ Բոլորս միանում ենք քառագլուխ պատերազմի դեմ։ Բոլորս միանում ենք քառագլուխ պատերազմ ԿՊ-ի դեմ։ Բոլորս միանում ենք քառագլուխ պատերազմ Նիկոլի դեմ։ Եվ երրորդ բոլորս միանում ենք եռագլուխ Ալիև Նիկոլ Էրդողան թշնամու դեմ։ Բոլորս միանում ենք եռագլուխ թշնամի Ալիև Էրդողան Նիկոլ, վերջ, էս պիտի լինի, էս մարդը, լավ եք լսում Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Հայ-Աղափական Դաշնակցություն, էս մարդը էլ ոնց ասի, թշնամիս է կզացնելու եմ, համտանելու եմ, պատեսպանելու եմ, մորթել, էս էլ ոնց ասի էս մարդը։ Իդեպ այդ նույնը վերաբերում է նաև եկեղեցուն։ Չէ, էլ առանձնացնելու բան չկա։ Էս գոյություն ունի։ 3 ընդդիմադիր եք ասում, ես ասում եմ պլյուս նաև եկեղեցի։ Սա բոլորը թիրախի սա ուղղված է հայ ժողովրդի դեմ։ Որևէ մեկը չմտածի, այ բանի, չգիտեմ, ինչ ասեմ, հավաքարար կամ գիտնական կամ մանկավարժ, որ դուք պլստալու եք, Հովիկ Աբրամյան, որ հիմա գիտեմ, կեղտոտ բերանդ կբացես, մի հատ է կզանգես Սուքյասյանին, կսի տեսար ինչ ասեց, զանգեք իրար, բայց այդ ձեր զանգերը, այդ ձեր գործարաններում նստած մարդկանց ասել գնացեք ԿՊ-ի համար աշխատեք, ԿՊ-ի համար էս արեք, ես ձեզ ասեմ, ոչ Սուքյասյանի սենց բանը, ինչ որ հարաբերություններ, ոչ քո ճարպկությունը, ոչ մի բան ձեզ չի փրկելու թուրքերի եւ Նիկոլի ձեռքից։ Լավ եք լսում, Հովիկ Աբրամյան, Խաչատուր Սուքյասյան, դուք չեք փրկվելու, ոնց որ մենք չեք փրկվելու, ավելի դաժան են ձեզ հետ վարվելու, ավելի մեծ հարվածների տակ, որտեղ դուք կարողություն ունեք, մի հատ խլելու են, հետո ձեզ հետ դաժան վարվեն։ Եվ Նիկոլը, եւ թուրքերը, եթե դուք դրա մասին չեք ուզում դրան հավատալ, մտածել, տեսեք թե ինչ արեցին իրենք Արցախահայության այն, այսինքն նույն իրան նվիրյալ Արայք Հարությունյանի հետ ինչ արեց։
Նույն բանն անելու, նենց որ իշքան ուզում եք մկնիկի նման, արջուկի նման, չգիտեմ ինչերի նման, ոնց ուզում եք սես ճարպիկ խլվլացեք, ԿՊ-ի համար աշխատեք, ես ձեզ, որպես ձեր նախկին բարեկամ ասում եմ, չի թողելու պլստակ, իրա ձեռքով կլնի, թե թուրքի ձեռքով կլնի, ձեր հարցերը լուծելու է, սա առաջին և վերջին անգամ ես ձեզ զգուշացնում եմ, գիտեմ, որ դուք հիմա ասեց լծված եք, շատ ամոթ, խայտառակ ամոթ, շատ ամոթ, ես կարող եմ չէ բացել ասել հատկապես Հովիկ Աբրահամյանի հետ, խայտառակություն, եթե մտածում եք մի տունը գնաց մյուսը փրկեմ չի ստացվելու, դուք այնքան կարճատես եք, այնքան չասեմ միամիտ էլի, չնայած բանը տենց կիսաշուստրիները միշտ տենց բանի գլխի վրա մի քանի անգամ կտալանգում են, հետո անդունդն են ընկնում էլի, այս ձեզ բարեկամաբար ես զգուշացրեցի, այնպես որ այս երեք ուժը կարող են միանալ և այդպիսի միայն լոզունգով քառագլուխ պատերազմ Նիկոլի և ԿՊ-ի, եռագլուխ թշնամի հրեշ Էրդողանի, Ալիևի և Նիկոլի դեմ մենք միավորվում ենք, լավ, թող կարող են առանձին, բայց գոնե խոսույթը կարող է նույնը լինել, թիրախը կարող է նույնը լինել։ Դա պարտադիր պետք է նույնը լինի, խոսույթը, որը միավորում է ժողովրդին արդեն, ժողովրդին ոտքի անում, իհարկե։ Հակառակ դեպքում պարտությունը բոլորին է դնելու եւ կապ չունի դու ԿՊ-ից ես, ԿՊ-ի համախոհ ես, ասենք կաշառք վերցրած ես, բարեկեցիկ կյանքով ապրող ես, բիզնեսմեն ես, թե աղքատ ես։ Վտանգը հարավիրք եկավ, բոլորիս տունն է մտնելու։ Իդեպ այդպես եղավ Արցախում։ Ինձ հետաքրքիր ես մերթ հիշում եմ Արցախում այդ ընտրությունների ժամանակ, որ Արայիկը բաժանում էր գումարներ, վերանորոգում էր տանիքներ, տալիս էր մեքենաներ։ Ես 4 ամիս այնտեղ եմ եղել, այո։ Այդ ամեն ինչի մաշկի առաջով անցել է։ Երբ որ ես մարդկանց հորդորում էի, չգիտեի, ասենք խիստ տոնայնությամբ չէի խոսում, հանգիստ է ասում, բայց հանգստությանս մեջ ահավոր մեծ անհանգստություն էր, որտեղ այդ պատերազմի հոտը գալիս էր։ Եվ ասում է այդ ավերը, որ եկա բոլորի տունն է գալու, այդ փախստականի, գաղթականի վիճակը բոլորս։ Հիմա նույն բանը ասում ենք, եթե այս վերարտադրություն եղավ, նույնը այստեղ է լինելու։ Հետո ձերքերը այդ բանկը մտնեն պայքարի մեջ հանրապետականի տղերքը, այնտեղ քաղաքական տղերք են, քաղաքական գործիչներ, այդ հարստությունն է։ Թող մտնեն պայքարի մեջ, Շարմազանովն է, չգիտեմ, Աննան է, Աշոտյանն է, պիտի մտնեն, Վանեցյանի ձայն չկա, թիմ ունի մի աղրելի, մտնեն պայքարի մեջ։ Բոլորը հասկանան, ինչը ոչ թե տենց տակից այս ձայնա, ռեալ կոնկրետ մտնեն պայքարի մեջ։ Թող մտնեն։ Չէ, իրանց ինտրիգները սրան խփելը, նրան խփելը, այս անելը, այն անելը, մի հատ թողեք այ զզվելի, ինչ խմբեր կան, չգիտեմ ինչ այդ զզվելի գործողությունները թողեք։ Հետո ես հորդորում եմ ընդդիմադիր դաշտի տարբեր որոշակի կշիռ ունեցող անձինք, որոնք որոշակի առումով ունեն լսարան եւ այլն, ես հորդորում եմ ես ինձ լսողը կհասկանա, լսողները կհասկանան, ընդհանրապես որից է ձևով մի թիրախավորեք ընդդիմությանը, այդ թվում եւ առաջին հերթին երեքին։ Իհարկե։ Մի թիրախավորեք, որտեւ երբ որ դուք թիրախավորում եք, հիշում եք 2018 թիվը թե ով ինչ արեց, ոնց արեց, օրինակ ես չեմ ուզում եւ դրա ժամանակն էլ չի։ Հիշեմ 2018-ի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ով ինչ արեց։ Ես ու գիտեմ իմ ստատուսը այդ ժամանակ ինչ ա եղել։ Ես որ անցնելու խնդիր լինի շատերի վրայով կասնեմ։ Հորդորում եմ մի արեք։ Հորդորում եմ, որտեվ այդտեղից վատ հոտ է գալիս։ Ես պատվերի հոտ եմ առնում։ Այսինքն երբ որ դու այսօր պատվերի կամ թուրքերի ուրիշ պատվեր չկա։ Կամ էլ արևմուտքում փող ունեք այդ փողերը պահելու համար։ Չէ, խոսքս նրանց մասին է, ովքեր այդ գումարը չունեն։ Բայց երբ որ այսօր այս պայն թիրախավորում եք այս կամ այն իրապես ընդդիմադիր խմբի առաջնորդի, խմբի համախոհների նկատմամբ կեցված եք վատ, վարկաբեկող, հայախառն եւ այլն, ես ուրիշ բան չեմ կարող մտածել, իմանալով ձեր հնարավորությունները, որ դուք այդքան հասկանում եք։ Մի թիրախավորեք, մի արեք։ Նիկոլի եւ իր տերերի թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուրը կլցում։ Հիմա մի հատ ընդդիմադիր ինչ որ խմբակ կա, անընդհատ ասում է երկրորդ նախագահի թիմը, չգիտեմ, դաշնակցությունը չի անցնելու։ Ում ջրաղացին եք դուք անլցնում։ Հարց եմ տալիս։ Նույնիսկ եթե Անժելա, դուք հասկանում եք, եթե չանցավ, ամենաշատ ձայն հավաքող Սամվելից հետո այդ ուժն է հավաքելու, այդ ձայնը փոշյանալու է գնալու է նրան։
Ում համար եք դուք աշխատում։ Այսինքն դուք այնքան եք ատում, այնքան աբիժնիկ եք, այնքան եք ատում Դաշնակցությանը Ռոբերտ Քոչարյանին, որ գերադասում եք Նիկոլը մնա։ Կարող եմ ես հարցը տալ։ Դա առնվազն կարճատես է այդ մարդը, կամ բանականության հետ խնդիր ունի։ Կամ շահ ունի, կամ ծառայում է։ Հիմա ես ասում եմ, նույնիսկ շատերը կարող է այս կամ այն առաջնորդի հետ, քաղաքական թիմի հետ համաձայն չլնեք, վիրավորված լնեք եւ այլն, բայց այսօր դրա ժամանակը չի։ Իդեպ ասեմ ձեզ, 1918-ի սեպտեմբեր 28-ին բոլշևիկը դաշնակցական ուսուցի տված կռվում էին Սարդարաբադում, որտեղ կար արտաքին թշնամի թուրքը։ Այնտեղ չկար կուսակցական պատկանելություն բաժանում, կար թշնամու դեմ զենք վերցած։ Հիմա մենք ունենք հակառակորդ, մենք ունենք թշնամի, մենք ունենք մրցակից, որ ղեկավարը այսօր ընդդիմության առաջնորդ ոնց ուզում է որակի, ես իմ որակումները տվել եմ, գնահատականները։ Եվ հետեաբար որևիցե մեկին կպնելը, նույնիսկ եթե դու մյուսի ճամբարի հետ ես ասոցացում այս կամ այն ձևով, դու Նիկոլ Ջրաղացին ջուր ես լցում, թուրք-ադրբեջանական տանդեմի Ջրաղացին ջուր ես լցում։ Իր պատասխանը Դաշնակցությունը Քոչարյանին տվել են, ասել են համբալ ես ու քեզ կզացնողին բան չես ասում, գնա կարող ես գնա ծաղրած ու հարբեցող քեզ ասած կզացնողին, որ ասում է բերելու եմ 300,000 հայություն արևելյան Ադրբեջանի մասին է խոսում ու տարածքներ է տանելու, իր պատասխանը տվել են։ Հիմա Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի հերթն է։ Տեսնենք ինչ է, որովհետեւ այսօր ինքը բոլորին արդեն ասեց։ Բոլորին վերջին խոսքերով։ Ուժեղ եք, ուժեղ չեք Սամվել Կարապետյան, կերև այսքանի օրը։ Այդ պատասխանները ակնկալում ենք ձեզանից բոլորից այդ պատասխանները։ Գիտեք, այսօր իսկապես հետաքրքիր օր է, գիտեք ինչ առնում։ Սա առաջին անգամ է, որ բանը Նիկոլը բացեց փակագծերը։ Ինչ է սպասվում։ Հայությանը չասեք նախագահներին կամ Սիվոնեն, Հայությանը։ Ունևորներին, այո, բոլորին։ Հայությանը։ Ինքը բացեց այսօր փակագծերը եւ յուրաքանչյուրը թող այս տեսանյութը անպայման նայեք, որտեւ այդ բանը ինքը անկեղծ էր։ Ինչ ներսը նստած էր, ինչ մտածում էր, առանց արգելքների ինքը 10 անգամ, 1000 անգամ կրկնելու եմ։ Եթե ինչ որ մի հայ կա, Իրանից գո, աբիժնիկ, նստած եւ մտածում է, ինչ լավ է կայացած մարդկանց հերոսների, սպաների հարցերը լուծելու է, ուրեմն դուք չարաչար սխալվում եք, այսօր ինքը բաց տեքստով ասեց հայության հարցը լուծելու է բոլորի, որտեղ ինքը ասեց կզացնելու, չգիտեմ ինչ եմ անելու, այդ ում ձեռքով է անելու։ Ալիևի ու Էրդողանի ձեռքով է, չէ՞ անելու։ Իսկ Ալիևն ու Էրդողանը ինչ են անում։ Գնացեք պատտեք Բաքվով, Սումգայիթով, Արցախով, մի քիչ ժամանակ գտեք Արևմտյան Հայաստանում, եթե հայկական հետ կտեսնեք, եկեք ու չաղ ու բախտավոր վեր ընկեք, ասեք, որ դա մեզ հետ կապ չունի, դա միայն տարածվելու է նախագահների, զինվորականների, սպաների վրա։ Այս մարդը իսկապես բաց ամեն ինչ հստակ ասեց։ Շատ լավ, այս թեմաներն է, մենք դեռ ժամանակ կունենանք, հա, սրա ասածները տարածածների ոչ մի անգամ չենք ստացել։ Մի էլի կարևոր բաներ ասեք Քոչարյանը, որ հաղթելուց հետո երբեք հաղթած կողմը, եթե իսկապես խաղաղություն է ուզում, երբեք հաղթելուց հետո չի շարունակում ստորացնել, չի ստորացել ոչ այդ երկրի նախագահի ղեկավարությանը, ոչ էլ ժողովրդին։ Այս սրա մասին է խոսել Քոչարյանը, որ մենք հաղթել ենք, մեր մտքով անգամ չի անցել դրանից հետո ստորացնել Ալիևներին, իրենց ընտանիքին եւ ժողովրդին։ Հիմա դուք հարց չունեք տալու, ինչի է Ալիևը, եթե խաղաղության մասին է խոսքը, ինչի գերիներին չի տալի եւ ինչի է շարունակում ստորացնել հայ ժողովրդին, պարոն Նահապետյան։ Հասկանում եք, դրա համար թուրքական ցեղերի իրենց ստեղծած կայսրության պատմությունը, որ դա ուսումնասիրում ես, հասկանում ես, թե իրենք ինչպես են օգտագործում իրենց ենթակա ժողովուրդներին, նրանց առաջնորդներին, հետո ինչ ճակատագրի են արժանացնում, գոնե հայ ժողովուրդը դրա պակասը չունի, վստահաբար, հա։ Եվ ըստ այդմ, օրինակ լավագույնս թուրքի բնութագիրը տվել է հայտնի պրոֆեսոր 30-ական 40-ականներին Նժդեի ընկերը անձ, որը որ կրթություն է ստացել Եվրոպայում, Հայկ Ասատրյանը։ Թուրքի էթնիկ նկարագիրը հետևյալն է։ Ասում է թուրքը իր բնույթով դաժան է, ինչու։ Առավել քան դաժան որևիցե ազգի համեմատ։ Իսկ ինչու է դաժան, որովհետև թուրքը ինքը իր բնույթով շատ վախկոտ է։ Ուրեմն վախկոտ մարդը, որպեսզի իր մեջի վախերը սպանի, նախ պետք է լինի շատ դաժան դիմացինի հանդեպ եւ որի դաժանությամբ վախի հսկայական մի վիճակ է ստեղծում, որով ինքը սպանում է նաև իր ներքին վախերը։ Ես օրինակ Հայաստանում երևացող այսպես
քաղաքական չգիտեմ այլ գործիչներ որ տեսնում եմ եւ իրանց խոսույթին որ ծանոթանում եմ, ինձ շատ նման է թուրքական այդ էթնոսի վախի զգացողությանը, շատ վախկոտ եւ շատ դաժան։ Այսինքն դաժանությունը միայն գործողություններով չի, դաժանությունը խոսույթի մեջ է։ Երբ որ դու այդպես մտածում ես, պահը գա այդպես էլ կանես։ Եվ հետեւաբար ես ասում եմ, որ մեր ժողովուրդը ոչ վաղ անցյալում գոնե թուրքերի հետ հարաբերվել է եւ այդ ավերը մենք տեսել ենք։ Երբեք չխաբվեք Թուրքիի քաղցր խոսքին, որտեվ իր համար սկզբունք է, որ այն ձեռքը, որը չես կարող կտրել, ժամանակավորապես համբուրի դիր գլխիդ, բայց որ պահին, որ կարող ես կտրել, մի անգամից կտրում ես։ Հետեւաբար այստեղ մի խելոք բաներ կար նախքին հերոստաֆիլմերի հերոս ասում է, եթե ցեղասպանությունից հրաժարվենք, ես իմ բառերով եմ ասում, իմաստային առումով, այսինքն եթե Թուրքիային չգրգռենք, Թուրքիան մեզ հանգիստ կթողի, մենք մեր համար կապրենք։ Բարև ձեզ։ Ուրեմն Ալթայից դուրս եկած խաշնարած թուրքական ցեղերը այդպես չգրգռվելով եկան երկիր մոլորակի խաշմերուկին տեր եղան։ Բոլորն էլ նվեր տվեցին, չէ՞, տարածքները։ Հետո էլ ձեր հետը գնացին ինքնասպանվեցին ու ցեղասպանվեցին, իրենք իրենցով։ Ես այսինքն մարդը, որը պատմական այդքան կարճ հիշողությունն է, ով գոնե հայերս։ Իդ նշանակում է, որ դու պատրաստվում ես նորից մատաղացու լինել։ Ես չեմ ուզում, եթե իմ ժողովրդի մեջ կան որոշակի տոկոս կազմող մարդիկ, որ հավատում են, առնվազն այդ մարդիկ պարզամիտ են եւ ինքը իրավունք չունի իմ նման մտածող միլիոնավոր մարդկանց եւ իրանց զավակների ու ժառանգների տեղը որոշում կայացնել եւ այդ որոշումով որ մենք գնանք զոհասեղանին մատաղացու բանի պես գարան պես այդպես չի լինելու եւ հետեւաբար մեր ժողովուրդը նաեւ յուրաքանչյուրս մենք հարցում ունենք անելու այն մարդկանցից ովքեր փորձում են իբր ասել Թուրքիի հետ կապրենք ճանապարհ կբացվի Թուրքիան բարբարոսը չի իդեպ 1910-11-12-ին երբ որ Թուրքիայի հայության քաղաքական էլիտան դաշնակցում էր 1908-ին երիտ թուրքերի հետ գիտեք ինչ դեր միավորում իրենց ասենք այդ թվում այլ Զորաբը որը Թալիատ Փաշայի ընկերն էր եւ խորթանում նստում էին հետո գնում էին նարդի էին խաղում հետո հաց էին ուտում այդ նույն Զորաբի գլուխը նիստից հետո քարերով ջարդեցին նպատակը ո՞րն էր հիմնավորում էին Զորաբին Զորաբն էլ հայությանը եւ Զորաբի նման շատերին մեծ գրող բայց քաղաքականության մեջ բոբիկ որ թուրքը հոյն բարբարոս թուրքը չի 20-րդ դարի թուրքա ժողովուրդ Թուրքիայի հետ կարելի է ապրել, պաշտոն ունենալ եւ այլն։ Որցե խնդիր չկա։ Եվ ինչ ստացանք մենք։ Հիմա անցել է 100 տարի, նույն բանը կրկնվում է։ 21-րդ դարի թուրքը հոյն բարբարոս թուրքը չի։ Չէ, թուրքը բարբարոս է, որտեվ իր գոյության բնական վիճակը բարբարոսությունն ու դաժանությունն է, հասկանում եք դուք։ Սիրիայում լավ ինչեր արեցին քրդերի հետ, լավ էլ ո՞նց բացատրեց։ Էդ էլ 1915 թիվը չի։ Ընդամենը 1, 2, 3 տարի առաջ չէ, ինչեր էին անում քրդերի հետ։ Եզդիների հետ Իրաքում ինչեր էին անում, նույն թուրքերն էին։ Եվ հետևաբար նորից եմ ասում, մեր ժողովրդի այն մասը, որը Թուրքիայի հետ ուզում է մեր տարածքում բարեկամություն անի, հարևանություն անի, ինքը իրավունք չունի իմ տեղը որոշում կայացնել, որ ես էլ տանեմ։ Եվ հետաբար իմ խնդիրը այդ մարդկանց հետ նաև խոսելն է, բացատրելն է, հանդիմանելն է, խիստ խոսելն է։ Ամեն մեկս տանենք այդ բանը։ Եվ հաջորդ թեմային, հա, շատ կարևոր հանդիպում էր, Թրամփը Չինաստանում էր 12 միլիարդի միայն գյուղատնտեսական ապրանքների գնման պայմանագիր կնքվեց Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, նա ինքը ասաց, որ Թայվանից այսօր այդ հարցը չի բարձրացնի եւ նաեւ իր ասելով իրեն խոստացել է, որ Իրանի հետ կապված զենք չի մատակարար եւ չի օգնի, խնդրեմ։ Ես մինչեւ Թրամփի Չինաստան այցելել է, շատ հակիրճ ասեմ, 2 օր առաջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել աշխարհում։ Այսինքն դեպքը Ռուսաստանում է տեղի ունեցել, բայց իր գնահատականը համաշխարհային է։ Այն է միջմայրցամաքային հրթիռի սարմատի նոր տեսակի փորձարկումը, բարեհաջող փորձարկում է տեղի ունեցել։ Ես հիմա ասեմ ինչ ասելա սարմատ եւ ինչու հիմա փորձարկվեց եւ ինչով կազդի աշխարհի վրա, որ այդ ժամանակ արդեն շատ տրամաբանական կլինի նաեւ Տրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումները եւ զրո արդյունք բաժանումը։ Ուրեմն ուշադրություն դարձրեք,
Սարմատը բալիստիկ եւ սուբօրբիտային թռիչքի հետագիծ ունի։ Այսինքն այս մարդը դուրս է գալիս երկիր մոլորակի օրբիտայից, սրան ընդհանրապես բռնել չի լինում։ Ձայնի արագությունը 25 մախ, 25 ձայնի արագությամբ, ընդհանրապես խփել չի լինում։ Հեռավորությունը թռիչքի 35000 կիլոմետր է։ Ուրեմն երկիր մոլորակը մի ծայրից մյուսը, մի բևերից մյուսը, որ թռչում են 40000 է։ Ուրեմն սա 35000 թռչում է։ Հաջորդը 1 հրթիռում 10 բլոկ կա, այսինքն միաժամանակ 10 թիրախ ընտրում։ Եվ ուշադրություն 1 բլոկի հզորությունը պայթյունի տեսքով միջուկային մարտագլխի կա 150 կիլոտոն, ընդամենը մեկի, այսինքն գումարային առումով 1500 կիլոտոն, որպեսզի մենք պատկերացնենք, ինչ ասել է 1500 կիլոտոն, Ճապոնիայի վրա 2 ռումբ գծվեց 45-ի օգոստոսին, մեկը 18 կիլոտոն էր, մեկը 21։ Պատկերացնում եք հիմա 1500 կիլոտոն։ Բայց կարևորը նա է, որ այս ամեն բլոկը, որը որ թիրախային ընտրում է իր թիրախը, ունի իր մեջ հակաօդային պաշտպանություն, այսինքն եթե ինքը այնուամենայնիվ ինչ որ ձևով որսվում է, ինքը կարողանում է խուսանավել, այսինքն 100%-ով թիրախին խփող է, չափսեր 80 մետր, երկարություն 3 մետր պարագիծ։ Հիմա հետաքրքիր բան ասեմ, որ փաստացի այս սրա փորձարկումը նպատակը ԱՄՆ-ին ցույց տալ, որ Եվրոպայի հետ Ռուսաստանը երբ որ ավելի կոշտ սկսի խոսելու է, որտեվ այդ անօթաչուները, որ հիմա Ռուսաստան, Կրեմլի պատերի տակ են պայթում, այո, Շերեմեթիո օդանավականի երկնքում են հայտնում եւ այլն, սա Եվրոպան է, այսինքն դեղի մասնագիտական եւ արտադրական պոտենցիալն է։ Պահը գալու է, որ Ռուսաստանը Եվրոպայից շատ խիստ է խոսելու, նաեւ ուժի լեզվով, կոպիտ ասած։ Իսկ այդ նշանակում է, որ ԱՄՆ-ը միգուցե սկսի անկանոն շարժումներ անել։ Այս հրթիռի փորձարկման բուն նպատակը, որովհետեւ ԱՄՆ-ը որևիցե անկանոն շարժում չանի, երբ որ Ռուսաստան-Եվրոպա խոսակցությունը շատ խիստ է լինելու։ Ասեմ ձեզ, որից է ձևով ԱՄՆ-ին չի օգնելու իր ոսկե գմբեթը, հոբ համակարգը։ Այս հրթիռը միանշանակ, որպեսզի ավերի մասին պատկերացնեք, Ֆրանսիա պետությունը 2 սարմատով ոչնչացվում է ու վերջ։ Հիմա Ռուսաստանն ասում է, ես այդ հզորություն ունեմ, բայց դուք ձեր քիթը մի խոթեք իմ երկրի գործերին, հարգելի Եվրոպա։ Եթե ոչ կլինի պատասխան։ Այ հիմա այս փորձարկումը պատական չէր, որ դա եղավ Տրամպի Չինաստան այցի ժամանակ։ Հիմա գալիս ենք Տրամպի, շատ հետաքրքիր այց է եւ շատ, այսպես ասենք, ուռած թռած գնահատականներ են տվել իրականությունից կտրված լուրջ դեմքերով, նախկին վարչապետ, ներկա հավակնող վարչապետ, կարդում ես, ասում ես, լավ, էս էլա փաստորեն բանի, ինչպես ասում են, թմրամիջոցի վրա նստած, թե գիտելիքի չափ հետ է։ Ուրեմն հիմա Տրամպը եւ ամերիկացիները Չինաստան եկել էին դատարկ ձեռքերով, ինչ ասել է դատարկ ձեռքեր։ Ուրեմն ինքը ցույց է տալիս շքեղություն, երբ որ օդանավականում դիմավորում են պատվիրակությունը 17 կոնցեռնի ներկայացուցիչ։ Ընդ որում Տրամպը ասում էր, սա իմ մեծ փողն է։ Մոտ ինքը տրիլիոն դոլար երկնիշ թիվ, այդ 17-ը, ասենք, պատկացեք այսպես 15 տրիլիոն կամ 99 տրիլիոն գումար ունեցող կորպորացիաների ղեկավարներին պատկերացնում, ասում այսի մեծ փողն է, բերել եմ։ Հիմա մինչև Տրամպը մինչև Չինաստան թռները նախորդ օրը հայտարարում ասուլիսի ժամանակ։ Ինչ է ասում։ Չինաստան գնալու նպատակը։ Խոսենք այնինչ պետք է, Իրանը այդ օրակարգի մեջ չէ, քանի որ այն մեր կողմից, ես բառաց եմ կարդում, մեր կողմից ամբողջական հսկողության ներքո է։ Տրամպն ասում է, ինչ Չինաստան, ինչ Իրան, ինչ բան, իսկ լուրջ բաների մասին։ Մենք նախագահ Սիի հետ կխոսենք տարբեր բաների մասին, հիմնականում այն կվերաբերի առևտրին։ Իսկ ինչ պլաններ ուներ Սի Ցզինպինը, լրիվ այլ էր։ Տրամպի հետ հանդիպման ժամանակ ինչ ասում Սին, բառաց է ու խոսքի մեջ բերում է։ Թայվանի անկախությունը եւ Թայվանի նեղուցում խաղաղությունը անհամատեղելի են։ Խաղաղության եւ կայունության ապահովումը Թայվանի նեղուցում հանդիսանում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև ընդհանուր հայտարարը։ Այսինքն ասում է, որ Թայվանը մերն է, մենք մի ժողովուրդ ենք, Թայվանի զինումը ԱՄՆ-ի կողմից ոչ մի լավ բանի չի բերի։ Սա Սիի կեցվածն է։ Այսինքն ասում է, ուզում ես հետս առևտուր անես։ Սա է։ Եվ հիմա շարունակությունը, ինչ ասում Տրամպը վերադարձի ժամանակ։ Մուտքի մոտ ինքնաթիռի արդեն երբ որ ներս մտնի,
հարց են տալիս, պատասխանում ասում է, սին ինձ ուղակի հարցրեց, ԱՄՆ կպատերազմի Թայվանի համար, թե ոչ։ Սին հարցնում է Տրամպին։ Տրամպի պատասխանը, ասում է, չեմ պատասխանի։ Ու վերջ։ Իսկ գիտեք ինչ է նշանակում, որ չեմ պատերազմի։ Իսկ նշանակում է, որ Տրամպը եւ Թայվանը եւս ամերիկա-չինական հարաբերությունների ապագա տեսլականում դարձավ մանրադրամ եւ որի համար ԱՄՆ չի պատերազմի։ Հիմա Սի համար այս հանդիպումը ուներ մի նշանակություն, Թայվանը եւ Սին այդ հարցում պատասխանը ստացավ։ Թայվանը շուտով հիշեք, ես ասածս, եւ դա Տրամպը պատասխան տվել է։ Սկսելու է գործընթաց, որտեղ ավելի կոշտ կեցվածքով Թայվանը միացվելու է, իսկ փաստացի իրավական առումով ինքը Չինաստանի տարածք է, էլի։ Հիմա տնտեսական պայմանավորվածությունների համար ԱՄՆ ակնկալում էր, որ Չինաստանը կգնի 500 Boeing տիպի ինքնաթիռ։ Եվ ինչ եղավ, խոստացվեց Չինաստանի կողմից, որ կգնվի ընդամենը 200, խոստացվեց, այսինքն ոչ պայմանագրի չի ստորագրել, ասել է 200-ը կգնեն։ Ուշադրություն դարձրեք, երբ որ Տրամպը գալիս էր Չինաստան, իրեն դիմավորեց երկրորդական մի պաշտոնատար անձ։ Եվ դրան ի պատասխան Տրամպը երբ որ թռչում էր, իր պատվիրակության կողմից ստացած չինացիների տրված բոլոր նվերները հավաքվեցին եւ դեպի աղբամանը, իբր հիմնավորումով, որ կարող է այդտեղ չինացիք գաղտնալսող սարքեր դնեն եւ այլն։ Եթե այդպես էր, եթե պատրվակը դա էր, իսկ արևելքում, եթե հյուրին նվեր ես տալիս եւ հյուրը այդ նվերը վերցնում է հետո դենա շպրտում, ամենամեծ վիրավորանքն է։ Իդեպ եթե գաղտնալսող սարքեր կային կամ չգիտեմ ես ինչ, դա հավաքվում էր առանցին ավելին, տանում ուսումնասիրվում էր, ոչ այդ ինքնաթիռով։ Իսա Տրամպի ձախողման պատասխանն էր, ուզում է ասի ձեր նվերները ես թափվում եմ, հետաբար մեր ամբողջ ուրեմն բաները, այս հանդիպումները առ ոչինչ է, այսինքն արդյունքում ես ասում եմ, արդյունքում 17 աշխարհի մեծագույն հզորագույն կորպորացիաների ղեկավարի, այդ թվում նաև Իլոն Մասկի ներկայությամբ չստորագրեց ոչ մի փաստաթուղթ, առևտրատնտեսական 0 Չէ, գյուղատնտեսական 12 միլիարդի եղել է։ Ուրեմն ես ասում եմ 17, դա 17 այս կորպորացիաների ղեկավար։ Գյուղատնտեսական օրինակ Չինաստանը շատ կարիք ունի ԱՄՆ-ից սնունդի մեծ մասը Չինաստանը գնում է ԱՄՆ-ից։ Դա այն առևտրատնտեսականի մասին չէր, ինչի մասին այդ 17 կորպորացիաները տարել են։ Հիմա ինչ ասում հանրապետության այս խելքով էլ վարչապետ ա եղել, ավելորդ անգամ նախընտրական անունը չտանք, հիմա էլ հավակնում է վարչապետ լինել։ Վազգեն Սարգսյանի եսի ինչը։ Հիմա ասում է, ես կարծում եմ, ես ես որ նայում եմ լրահոսով մի օր երկու օր առաջ եկավ, ասում լավ էս մարդի իրականությունից, ասում է երկու գերտերությունները, նախ Չինաստանը գերտերություն չի, համաձայնել են, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, հա այդ գիտենք։ Չինաստանը միշտ էլ ասել է, որ դի չունենա։ Պայմանավորվել են Հորմուզի նեղուցի շահագործման առևտրի միասնական կանոնների շուրջ։ Չինաստանը ասել է դրա մասին։ Ասում է սրանք հրապարակային պայմանավորվածություն են, կարծում են փակ դռների հետում, ավելի հետաքրքիր պայմանավորվածություն եւս ձեռք են բերել։ Եվ ամենակարևորը այդ հետևի դռների խոսակցությունը, այս անձը տիրապետում է եւ ինչ է ասում։ Համոզված եմ, որ ասում է Հայաստանում բալանսավորման կողմնակիցները սկսելու են բալանսավորել Արևմուտքի եւ Չինաստանի միջեւ։ Ռուսաստանը վերացել է որպես ինքնուրույն աշխարհակական գործոն եւ այլևս այդ կարգավիճակում գոյություն չունի։ Հայաստանի ռուսահպատակները ամբողջությամբ կորցնում են իրենց ակտուալությունն ու հմայքն էլ ճակերտներում։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կարողանում է դիմակայել ուկրաինական անօթաչուներին հիմնականում չինական տեխնոլոգիաների շնորհիվ, իսկ տնտեսական դաշտում չինական շուկայի կողմից նավթ եւ գազի գնումների հաշվին։ Չինաստանը կլանում է Ռուսաստանի մեքենաշինական շուկան, ներթափանցում է հեռավոր Սիբիր, հանձնում է Ռուսաստան հիմնական առևտրաարդյունաբերական գործընկերը։ Համոզված եմ, որ շուտով Հայաստանում կհայտնվեն չինամետ կուսակցություններ։ Այս երևի ինքը հայտ աներկայացնում չինամետ կուսակցության ղեկավար դառնելու։ Դե այդպես էլի, ինչպես ասում են, Սկարաբլյան նաբալ։ Եվ հետեւյալ արձանագրում ենք հետեւյալ իրողությունը։ Իմ կարծիքով Տրամպը գնաց Չինաստան մերկ վիճակով, Իրանի խնդիրը չկարողացավ լուծել եւ այդպես կիսապարտված վիճակով հայտնվեց Չինաստանում, ակնկալելով, որ Չինաստանը ամենայն հավանականությամբ զինական օժանդակություն չի շարունակի, իսկ ակնհայտ է, որ Չինաստանը Իրանին օգնում է,
հաջորդ ռազմական բախման դեպքում, իսկ որ հիմա Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին փորձում են ավերված տարածք սարքել, օրինակ Լիբանանի հարավը ամբողջովին ավերված տարածք է, մարտի չափրի, այդ ռազմական տերմինաբանությամբ կոչվում է выжженная земля, ամեն ինչ ավերվում է, մարդ կենթանել անգամ չի կարող ապրի, որ հետո զորքերը, օկուպացիոն զորքերը գան, այդ աղբը հավաքեն եւ ասեն մերն է։ Հիմա նույն բանը փորձում են Իրանի որոշ շրջաններ հետ անել, այսինքն հիմա ամենայն հավանականությամբ էսկալացիան այնքան կտրուկ է բարձրանալու, իսկ Տրամպը ամենայն հավանականությամբ գնացել էր մի բան ստանալու։ Իր համար այդքան առևտրատնտեսական կարևոր չէր։ Իր համար կարևոր որ Չինաստանի ղեկավարը խոստանա, որ այլևս Իրանին չի օգնելու։ Իսկ Չինաստանի ղեկավարը Տրամպին 3 մատի գործողություն ցույց տվեց եւ ուղարկեց, ինչպես Ռուսաստանի նախագահն էր ասում, որ մոլորակ Մերկուրի ասում է, и отправил նա չի ասում վատ բառը, նա Մերկուրի։ Թե Պլուտոնի ասում, չգիտեմ։ Հիմա արձանագրում ենք հետեւյալը, որ տարածաշրջանը турբուլենտ վիճակում է, Իրանի դեմ նորից ռազմական գործողություններ, մենք էլ շուտով թուրքերին դարպասները բացելով մեր միջնաբերդը, իդեպ մեր միջնաբերդը Արցախն էր, միջնաբերդը վերցված, հիմա թուրքերը առանց խոչընդոտի պիտի գան Հայաստան։ Հարգելի հայրենակիցներ, ընտրելով ԿՊ-ին եւ Փաշինյանին, Թուրքիային հրավիրում եք ձեր տուն, դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով։ Դրանով ոնց որ երջանկացած է Նիկոլի իր թիմով ու Արամ Սարգսյանն ու Խուշուդ Մուշուդ դրանք Բաբաջան Արման, չգիտեմ, Արմանյանը ինչա, չի լի դրանց հանձնենք, պրծնենք այս ամեն ինչ, թե այդքան սիրում են, այո, այս մարդիկ, ու այս կամից հետո դեռ հələ ինչ որ արևմտյան արժեքների մասին են խոսում, դեմոկրատիայից են խոսում, այս հիվանդ հոգեկանը, այն սպարապետի եղբայրը, բան չունի ասելու ինքնիշխանության մասին, երբ որ իր սիրելի արևմուտքը մտնում է մի երկիր նախագահը առևանգում, հարձակվում է մի այլ երկրի բոլոր առաջնորդներին սպանում, այնուսներին առևանգում, չունի ոչ մի բան ասելու, հիվանդ հոգեկանը։ Իհարկե չունի։ Ինքը գոնե հիշում է ժամանակին Ռուսաստանի մասին ինչ էր խոսում։ Իմիջիայլոց ասում են իր գովազդային բանի մեջ այդ որպես կարևոր ազդակ նաև ներկայացնում է հայ-ռուսական այդ հարաբերություններից ինչ-որ բաներ։ Եվ մեկը գլուխ էր գովել, որ իր շնորհիվ է, չէ՞ եղել այդ գույք պարտքի դիմաց բան։ Շնորհակալություն։ Նորից ու նորից ի գիտություն երեք ուժերի։ Միավորվում ենք քարագլուխ պատերազմ ԿՊ-ի դեմ, միավորվում ենք եռագլուխ թշնամի Ալիև Նիկոլ Էրդողանի դեմ։ Հակառակ պարագայում այդ ուժերը կմիավորվեն։ Գիտեք, ես լրացնեմ։ Թե ինչ է անելու հայ ժողովրդի հետ, այսօր արդեն իրենց միավորվելով միավորվում է ժողովուրդը։ Գիտեք, սա արդեն ռեալ բաժանված չի տեսնում։ Ձեր չաղ ու բախտավոր ուժեղ վիճակներից չակերտավոր դուրս եկեք, գոնե առնվազն այն ինչ որ սկսել է անել Հայ-Ազգական դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանը, այդ պայքարի մեջ մտեք։ Անուղակել Նիկոլին շնորհակալություն հայտնենք։ Իրավիճակը ցույց տվեց, թե ինչա։ Ինքը բացահայտեց, թե ինչ է անելու հայ ժողովրդի հետ, բայց մենք սպասում ենք Նիկոլ, որ ոնց որ ասես Ռոբերտ Քոչարյանը իրական կզացնողին բան չի ասում, ասում է նրա մասին, ով որ դրա մասին ասում է կանեմ նրանց, ովքեր որ դրա մասին ինձ ասում են կամ հիշեցնում են։ Մենք սպասում ենք Նիկոլ, որ քեզ հարբեցող ծաղրացու Հայաստանը արևելյան Ադրբեջան կոչող, արևմտյան Ադրբեջան կոչող այդ թյուրիմացությանը քեզ կզացնողին, ինչպես իրենք են ասում, դու կտաս այս նույն լրբությամբ, այս նույն հիստերիայով, այս նույն անհանդուրժողականությամբ, այս նույն ցնցումներով կպատասխանես Ալիևի նմաններին, սպասում ենք։ Ամեն օր մենք հայտարարել ենք դրա մասին, որ մենք սպասում ենք, չէ՞ Տիկին Զորաբյան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աղբեցյան։ Քիչ